Այս երեկոյի նոտաները դեռ երկար կհնչեն։ Դրանք կներթափանցեն դահլիճի պատերից այն կողմ, վերափոխվելով նոր դասարանների, կրթական միջավայրերի եւ լայն հնարավորությունների, ձևավորելով ապագա սերնդի ճանապարհը։ Բեմում համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։ Արարատ բանկի գլխավոր հովանավորությամբ անցկացվող համերգի ողջ հասույթը կուղղվի այբ կրթական ավանում ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը։ Եվ սա պատահական ներգրավվածություն չէ։ Բանկն արդեն ավելի քան 6 տարի հետևողականորեն ներդրումներ է իրականացնում կրթական ծրագրերում իր սոցիալական նախաձեռնությունների ավելի քան կեսը ուղղելով հենց այս ոլորտին։ Սոցիալական ծրագրերի 50 եւ ավել տոկոսը հիմնականում ուղղված է կրթական ծրագրերին, անհատի ձևավորմանը, նաև անհատի ձևավորման միջոցով հասարակության, այսպես ասած, ազգային նկարագրի առողջացմանը։ Դպրոցի նոր մասնաշենքի գաղափարը եւս խոստումնալից է։ Այն նախագծել է դանիական աշխարհահռչակ Big ճարտարապետական ընկերությունը, ստեղծելով միջավայր, որտեղ կրթությունը կդառնա ոչ միայն գիտելիք, այլև մտածողության ձև։ Սա պարզապես շինարարություն չէ, սա ներդրում է, որը հնարավորություն կտա կրկնապատկելու աշակերտների թիվը եւ ընդլայնելու որակյալ կրթության հասանելիությունը Հայաստանում։ Արարատ բանկի մենք շատ շնորհակալ ենք այսօր այս միջոցառմանը աջակցելու համար եւ իրենք եւ այն բոլոր կառույցները, որոնք ներդրում են ունեցել այբի մեջ, արդեն իսկ ստեղծել են հիմք եւ դա իսկ կարող եմ ասել շատ վստահորեն Հայաստանի ապագայի, փայլուն ապագայի համար։ Գաղափարի շուրջ համախմբված տարբեր ոլորտների ներկայացուցիչների աջակցությունը միայն ֆինանսական չէ, այն նաև վստահության, գործընկերության եւ երկարաժամկետ համատեղ աշխատանքի խոստում է։ Մենք բոլորի ջանքերը շատ գնահատում ենք, բոլորի ներդրումը շատ գնահատում ենք, այդ թվում իհարկե նաև Արարատինը, որ մեզ համար լավ գործընկեր է եւ միակ այս ծրագիրը չէ, որ իրար հետ մտադիր ենք իրականացնելու։ 2026-ը հոբելյանական է ոչ միայն այբ կրթական հիմնադրամի համար, որը նշում է իր հիմնադրման 20-ամյակը, այլև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար, որը եւս տոնում է 20 տարվա գործունեությունը։ Ունենք մեծ ծրագրեր նախագծեր եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս նվագախումբը շատ պահանջված է եւ Եվրոպայի եւ Ասիայի ամենատարբեր երկրներում եւ հանդես է գալիս բազմաթիվ համերգներով եւ շատ ուրախ եմ, որ մեր ձայնագրությունները մեծ արձագանք են գտնում ամբողջ աշխարհում։ Ընդհանրապես ես կուզեի, որ ֆինանսական կառույցները, ինչպես մենք, նման ծրագրերի կողքին լինեն մշտապես եւ բոլորիս աշխատանքի արդյունքում մենք կարողանանք արձանագրել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին որ այդ հիմնադրամը տարիներ շարունակ կարողացել է ունենալ։ Եվ երբ բեմում կհնչեն վերջին նոտաները, այս երեկոյի իրական նպատակը կսկսի իր ճանապարհը։ Երաժշտությունն իր շարունակությունը կգտնի արդեն կրթության մեջ։